Բարև ձեզ ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Գրական կյանքը ոչ միայն գրողներն են, ոչ միայն թարգմանիչներն են եւ նրանց գրած ու թարգմանած գրքերը, այլ նաեւ այն փառատոները, ամենատարբեր միջոցառումները, որոնց շնորհիվ հանրահռչակվում են այդ գրքերը, դառնում են ընթերցողի սեփականությունը եւ ընդհանրապես պայմանավորում են մեր գրական գրահրատարակչական դաշտի ակտիվությունը։ Փետրվարի 14-ին եւ 15-ին տեղի ունեցավ Կարդալով գրքի եւ կրթության փառատոնը, որի շուրջ այսօր կզրուցենք Կարդալով հարթակի համահիմնադիր Լևոն Ստեփանյանի հետ։ Ողջույն Լևոն։ Ողջույն։ Որ երրորդ անգամն է։ Արդեն 5-րդ անգամը տեղի ունեցավ Կարդալով փառատոնը, սրանից առաջ 4 փառատոն էինք ունեցել, 3 Հայաստանում, մեկը արդեն Մոսկվա։ Նույնիսկ ունեցել է կարդ երկրի։ Ես հիշում եմ Մոսկվայում էր կարծեմ եւ կարծեմ յուրովի իմ նպաստը բերել եմ դրան, չէ՞։ Հերվից։ Լևոն, կուզեի մի շատ կարևոր հարցի մասին խոսեի, որտեվ այդ հանգամանքը շատերը կամահարում են, այդքան կարևոր չեն համարում եւ այլն, որովհետեւ շատ քչերը գիտեն, բացի այն մարդկանցից, որոնք այդ հետևում կանգնած են, էլի, որ գիրքը ինքնին, գրողը ինքնին, թարգմանիչը ինքնին չի կարող ունենալ այն հաջողությունը, որքան էլ հանճարեղ գործեր գրած լինի, եթե թիկունքին կանգնած չլինեն մարդիկ։ Քո դիտարկմամբ, եւ որպես համահիմնադիր Կարդալովի եւ որպես նաեւ անկախ մարդ, քո դերը, ձեր հարթակի դերը մեր ժամանակակից հատկապես գրողների եւ ընդհանրապես գրքի հանրահռչակման գործում ինչպես է գնահատում եւ փառատոնը որքանով է նպաստում դրան։ Մենք արդեն 10 տարի գործունեություն ենք ծավալում այս ոլորտում, ինքդ էլ կփաստես, որ 2016 թվականին ու 2026 թվականին մենք տարբեր պատկերներ ունենք, թե ժամանակակից գրականության մեջ ես այնտեղ նոր, ասենց ասած, Անդրանիկ իմ գործունեությունն էի ծավալում ու ամեն ինչ շատ sense նոր էր ինձ համար, ես ժամանակակից գրողներ 1-2 հոգի գիտեի, այնինչ հիմա մենք տասնյակ երբեմն 100-ի հասնող ժամանակակից։ Մարդն գիտես, հաշվել չի լինում։ Այո, երբեմն նաև AI-ն օգտվում, արհեստական բանականության օգտությամբ, բայց մենք ունենք շատ լավ գրողներ, ինքդ էլ կփաստես, քանի որ իրանց առաջ խաղացմամբ նաև դու ես զբաղվում։ Դե, ես ամեն օր էլ լռում եմ, հուսով եմ որ դու հաղորդում կունենաս, ինձ կհրավիրես կպատմեմ այդ մասին։ Անպայման, ինչ վերաբերում է այս պահին, մենք այս պահին բավականին ակտիվ տեսք ունենք, քան նախկինում էր ու դրա մեջ իրենց ներդրումը ունեն հրատարակչությունները, գրախանութները, փառատոնները, այսինքն այս ցիկլի մեջ ինչ որ կետ է ժամանակակից գրականության ռոպագանդան, որով մենք զբաղվում ենք առաջինից կորվանից ու կոնկրետ Հայաստանից դուրս, օրինակ Մոսկվայում կայանալիք փառատոնին մենք մեզ հետ ժամանակակից մի քանի գրողներ իհարկե շատ մեծ բյուջե չունեինք, որ շատերին կարողանայինք կազմակերպել։ Բայց ով եկավ լավ ընդունվեց, շատ լավ ընդունվեց, բավականին հետաքրքիր էր մեզ համար ու այնքան լավ էր, որ մենք հասկացանք, որ դրա կարիքը կա նաև Սփյուռքում ու մեր փառատոնը դարձինք ամենամյա նաև Մոսկվայում։ Այս տարի է գնալու։ Այո, ապրիլին տեղի ունենալու Կարդալով գրքի փառատոն երկրորդ անգամ Մոսկվայում եւ աշնանը տեղի ունենալու ամենայն հավանականությամբ, քանի որ վիզաները օրինակ Ռուսաստանի պես ազատականացված չի, եթե ամբողջ թիմը վիզաները ստացավ, մենք ունենանք օվկիանոսից այն կողմ։ Օվկիանոսից այն կողմ։ Մենք տարվա վերջ կունենանք մինչև 2026-ին կունենանք Կարդալով գրքի փառատոն։ Այո, հետո կհասնենք արդեն Իլոն Մասկին։ Լևոն, ամեն դեպքում մի հատ էսպիսի հարց էլ, օրինակ եթե այդ հարցը դու ինձ տաս քո բացվելիք հաղորդման շրջանակում ես կպատասխանեմ, բայց ուզում եմ դու էլ պատասխանես։ Օրինակ գիտես Հայաստանյան դաշտում որևէ գրողի կամ թարգմանչի, որ այսօր շատ հայտնի է եւ իսկապես դու տեսնում ես, որ ահա քո գործնեությունը, քո թիմի գործնեությունը, Կարդալով փառատոնի գործնեությունը նպաստել է այդ գրողի կամ թարգմանչի կամ գրքի հանրահռչակմանը։ Տեսեք, քիչ կրիսական հարց է, բայց դա ոչինչ։ Թող իմանան, էլի, թող իմանան, ոչ ասես չեն ասի։ Իրականում, եթե ասեմ, որ մենք դրա մեջ շատ մեծ բաժին ենք ունեցել ոչ, բայց յուրաքանչյուրի կատարած 1% քայլը
կարա դարձնի նույն տեսեք մենք Աշոտ Աղաբաբյանի գրքերի առաջխաղացմամբ շնորհանդեսների կազմակերպմամբ ենք զբաղվում այո Հովիկ Չախչյանի հետ ենք համագործակցում վստահաբար ինքը մեզ ամեծ օգուտ տալիս մենք գրողին Հովիկ այդ կտորն էլ կա չէ գրողներին հրավիրում եք որպեսզի հանրահարչակի փառատոն է այդպեսի կտոր էլ կա բնականաբար այստեղ մեկս մյուսով տարբերակն է մենք հրատարակչություններին ենք պրոպագանդում իրենք մեզ մենք տարբեր հայտնի մարդկանց ներգրավելով իրենց այդ հանդիպումներ կազմակերպելով օրինակ դերասանի չգիտեմ երգչի մենք բերում ենք փառատոնի իրենց այդ հանդիպումներ են կազմակերպում ու նպատակը այն է ոչ թե որ մենք ուղակի մարդիկ կան լցվեն լսարանում որ շատ մարդ եկավ չէ նպատակն է նա որ մարդիկ տեսնեն որ այս հայտնի մարդն էլ է կարդում այս հայտնի գործարարն էլ է կարդում այսինքն բոլոր թիրախները վարակում եք էլի այդ վարակի նպատակը այո Լևոն այս հանգամանքների բերումով քանի որ գիտես այս գիգ նվիրելու օրվան ընթառաջ հազարավոր միջոցառումներ կան բարեբախտաբար բայց բոլորը չգիտես ինչի ուզում են որ ես այդտեղ մասնակից լինեմ ֆիզիկապես չեմ հասցնում եւ դա էր պատճառը որ բոլոր միջոցառումները ինչ է որ ներկա եմ եղել կարդալով փառատոնի բայց այդուհանդերձ տեսա ակտիվությունը տեսա միջոցառումների բազմազանությունը եւ հանդիպումներ հա ճանաչված գրողների հետ գրականագետների որոնք բացահայտնում են ինչ որ գաղտնիքներ օրինակ Հովիկ Չախչյանը Բաքունցի հետ կապված բազմաթիվ գաղտնիքներ բացեց հա կան նաեւ զրույցներ օրինակ ինձ դու գիտես ինքնակրթություն հա շնորհանդեսներ նաեւ զրույցներ ժամանակակից գրողների հետ այ կուզեի մի քիչ մասնավորեցնել բացի այն ինչ որ նշեցիր հա իրենք մեզ հանրահարչակ են մենք իրենց կարիքից են ծնվում այդ տեսակ հանդիպումներ այսինքն այն թեմաները մոտիվները որ ընտրել էիք փառատոնի համար դրանց պահանջարկը տեսնում եք որտեվ շատ կարևոր է դա Մինչ այս տարի մենք իրականացրինք միայն գրքի փառատոն, հիմա արդեն իրականացրինք արդեն գրքի եւ կրթության փառատոն։ Այստեղ կրթական բաղադրիչի դեպք չկար, չէ՞, անցած տարի։ Ոչ, մինչև այս տարի չի եղել։ Այսինքն կրթական կենտրոններ էին ներկայացված, մանկապարտեզներից մինչև բիզնես դպրոցներ ու այս կրթական կոմպոնենտի համար նաև մեզ պետք էր մարդիկ, ովքեր արցանց հարթակներում զբաղվում են մարդկանց կրթությամբ, նույն Գիտակերտ, Մտքարան, այդ էջերը ըստ քեզ ոդքասթը, այսինքն այդ մարդիկ իրենց ներդրումը ունեն ոչ գրքային տարբերակով կրթության տարածման մեջ, հետաքրքիր կոնտենտի ստեղծման տարածման մեջ ու այս մարդկանց մենք ներգրավել էինք, որտեվ իրենք նպաստում են մարդկանց ինքնակրթության, այսինքն մեկը TikTok-ով թող ինձ ներեն, բայց հիմարություններ ա նայում, բայց այս մարդիկ ունեն տասնյակ հազարավոր հետևորդներ, ովքեր իրենց տված լավ կրթական ինֆորմացիան յուրացնում են TikTok-ով, TikTok-ը օգտագործում որպես ինքնակրթության հարթակ։ Դրա համար այս կարիքը կար ու այս նպատակը կար, որ այդ մարդկանց հետ էլ անձնական շփում վիրտուալից զատ իրական շփում ապահովենք։ Այսինքն դու տեսնում ես Լևոն մի process, երբ որ մարդը որին հետևում են վիրտուալ հարթակում հետաքրքիր է նաև կյանքում, հա, իհարկե մարդիկ գալիս են եւ այլն եւ այլն։ Ես դեր փառատոնը գիտես ինչ եմ շատ սիրում, օրինակ իհարկե բոլոր փառատոններին գիտես մասնակցում են բոլոր գրախանութների ակցիաներին եւ այլն, բայց ձեր մոտ ես շատ եմ, հա ամենուր եմ դե էլ իրերի բախտերում, բայց ձեր մոտ օրինակ ես հազվադեպ եմ տեսնում, ասենք միջինից բարձր տարիքի մարդկանց, մեծ մասամբ երիտասարդներ են։ Հա նույնիսկ այսպիսի օրինակ բերեմ էլի օրինակ նույն Հովիկ Չախչյանի հետ տեսել եմ կամ Աշոտ Աղաբաբյանի հետ տեսել եմ հանդիպումներ այլ տեղերում գրադարաններում տարբեր այլ կրթօջախներում եւ այլն երբ որ տեսել եմ սեգմենտը մասնակիցների շատ ավելի բազմազան է ձեր մոտ մեծագույն մասը երիտասարդներ են այդ ինչով եք պատճառաբանում հատուկ այդ Facebook-յան գովազդները այդպես եք անում թե ձեզ գիտեմ որպես ջահելների ինգեր ոնց է այդ process-ը եւ գովազդները բայց բնականաբար գովազդները նաեւ տարիքով մարդկանց համար են, բայց քանի որ մենք ի սկզբանե որպես on-line հարթակ ենք դիրքավորվել, այն գլխի ջահելների համար է եղել։ Ի սկզբանե Facebook-ով 10 տարի առաջ Facebook, Instagram բնականաբար 60+ տարեկի մարդիկ շատ քիչ սեգմենտներ օգտվում դրանից, երբ որ մեր գործունեությունը սկսել ենք ու մեզ հիմնականում ճանաչել են երիտասարդները կամ ավելի փոքրերը, ովքեր հիմա դարձել են երիտասարդներ, որտեղ այն ժամանակվա 10 տարեկանները հիմա 20 տարեկան են։ Ասում են այն ժամանակ ներդրում ենք արել, որ այսօր գան։
չէ՞ կա այդպես բան, չէ՞։ Այո, ու այդ ներդրումը նաև իմ անձնական կյանքում է եղել 10 տարի առաջ ես գրքեր էի առաքում Տաթևին, ինքը դպրոցական երեխա էր, չգիտեի որ երեխա ունենք միասին։ Այսօր մենք ունենք երեխան ու այդ ամեն ինչը այդ սերնդի վրա աշխատելով է դառնում։ Մենք մի 10 տարի հետո ավելի լավ արդյունք ունենանք։ Որ ասեցիր, մտածեցի, որ այնքան սիրուն զույգ եք դու Տաթևը, որ մտածում եմ, որ նաև դա է շատ շատերին ձգում բերում դեպի կարդալով։ Այսինքն մարդիկ նաև առարկայաբար ձեր օրինակով տեսնում են կարդալով ինչի կարելի ասնել։ Օրինակ ունենալ գեղեցիկ ընտանիք։ Լավ մի հարց էլ քննարկենք, իհարկե տեղը հրաշալի է, հա, թեպետ ինձ երբեմն թվում է, որ փոքր է, կարող ավելի շատ մարդիկ ուզենան գան եւ այլն եւ այլն, դուք քթել եք ձեր տարածքը, թե ընդարձակվելու ավելի ընդարձակ տարածքներ նվաճելու խնդիր ունեք։ Այս պահին դեռևս հստակ նպատակ չկա Բայց լավ է, չէ՞ թող այդքան լինի, շատ Երևան մարդիկ, չէ՞, ֆոտոներով բաներ։ Ու բավականին մեծ է, ինքը տարածքը մեզ թույլ է տալի, այս տարի նաև օգտագործեցինք առաջին հարկը կրթական կենտրոնների համար, երկրորդ հարկում եղավ միջոցառումները ու գրքերի ցուցահանդես վաճառքի, իսկ առաջին հարկում ունեցանք արդեն կրթական կենտրոնների ներկայացվածությունը, ընդլայնվեցինք այս մասով, որովհետև ինչ որ պահի մարդկանց հոսքը մեզ չի խանգարում, մենք կարողանում ենք սպասարկել մարդկանց հոսքը, այսինքն այս պահի ինչքան մարդ որ գալիս է, մոտ կրկնակին էլ երբ որ գալիս է, մենք վստահաբար կարողանում ենք սպասարկել, թե մեկ վաճառակետ չի, մի քանի գրքերի համար վաճառակետ են, միջոցառումների սրահը մինչև 1000 մարդ թույլ է տալիս, որ մենք տեղավորենք, այսինքն այս մասով խնդիր չունենք ու քանի որ գնալով ցավոք սրտի, բայց մարդկանց դժվար է նստեցնել երկար 1 ժամ զրույցի, այս դրա համար մենք արդեն միջոցառումներն ենք ավելի նեղ քանակի մարդկանց համար իրականացնում։ Իսկ հաշվել եք ինչքան մարդ է հաճախել օրինակ այս տարի կամ այս տարվա արդյունքը դեռ չենք կարող ասել, կհրապարակենք շուտով, բայց նախորդ տարիներին տարի ա եղել 8000, տարի ա եղել 10000, այս քանակի մարդիկ են եկել միջոցառումների, գրքեր գնել, մինչև 12000 այցելություն ենք ունեցել, այդ կախված ա եղել նոր գրքերի շնորհանդեսներով, որոնք բում են արել, շնորհանդես ենք ունեցել 1000-ից ավել մարդ ա ներկա եղել այդ շնորհանդեսին։ Եվ այդքան գրք եք ծախել այդ գրքերը։ Չէ։ Բայց գալն է կարևոր, լավ, արի է։ Բայց քանակի առումով էլ մենք խնդիր չունենք, հրատարակիչները կփաստեն, որ մենք վաճառքի տեսանկյունից բավականին մեծ վաճառքներ ենք ունենում, ինձ թվում է ամենամեծ փառատոներից մեկն է վաճառքի տեսանկյունից, որտեղ թիրախավորումն էլ է գիրք գնող մարդկանց վրա։ Սպասում եմ, որ գան ձեր մոտից գնեն։ Ես դե գիտես, ես էլ արքայական զեղչեր ունեմ ամեն տարի, հրավիրում եմ, գալիս են իրենց գրքերը առնում եմ, բայց ձեր զեղչերը տվել են արքայականին անցել են։ Ես այս տարի տեսա, որ մի գիրքը 20%, չէ, երկրորդ գիրքը արդեն ավելի շատ, եւ եթե երրորդ գիրքն են վերցնում, արժեքով ամենացածրը նվեր են տալի։ Լավ։ Այսպես ասեմ, ձեր քարը ո՞րն է։ Կամ ինչպես եք ապահովում այդ զեղչերի այդ տեսակ համակարգ, որ ավելի ուժեղ զեղչեր ունենաք, քան իմ զեղչերն են։ Դե ոնց որ թե դա կոմերցիոն գաղտնիք է։ Կոմերցիոն գործընկերների, հովանավորների միջոցով փորձում են կոմպենսացնել դա, բայց այսինքն ձեր համար տոնը ավելի կարևոր է, քան շահույթը։ Մեր համար կարևոր ենք ընդհանրապես դա գրքի վաճառքից գումար կարելի ասել չենք աշխատում, ասենց տարբեր է էլի, կոմպենսացիա մի գիրք գնելու դեպքում, 3 գիրք գնելու դեպքի զեղչը, բայց մեր նպատակն որ մարդիկ ունենան այդ գրքերը, որտեղ մարդիկ սանտաներ են խաղում տարբեր իրենց աշխատավայրում դպրոցում, դասարանով, ընկերներով, նոր տարվա այդ գրքային սանտա են խաղում մարդիկ փետրվարի 19-ին, մարդիկ կան որ մի 5-ից 10 հոգու գիրք պետք է նվիրեն։ Այդ մարդիկ եթե հենց վաճառքի գնով նվիրեն, այդ ամսվա աշխատավարձի մոտ 20-ից 30%-ը առնվազն կտան գրքերին, հետեւաբար մենք նրանց զեղ չենք անում, որ գոնե կարողանան իրենք էլ
Այսինքն ձեր հաշվին ապահովում եք բոլորի այսպես գրքային սանտան, որը թեթևացնում է ժողովրդի գրադարանները մարդիկ ունեն տոպրակներով, ուղղակի տոպրակներով գրքեր են առնում տանում։ Այս տարի եղավ այդպիսի դեպքեր, տոպրակներով եկան անպայման։ Կադրերը կհրապարակվեն։ Ահա, կադրերը կհրապարակեք, Լևոն, իսկ այն փաստը, որ փառատոնը այնուամենայնիվ գիրք նվիրելու օրվան ընթառաջը դեր խաղում է։ Եվ ընդհանրապես ինչպես ես գնահատում այդ գիրք նվիրելու ավանդույթը, չես կարծում, որ այն սկզբնական ճիշտ ոգևորությունից, այն որ իսկապես գրքերը նվիրում էինք, գիտեինք ինչ, այսօր մի քիչ դրա մեջ նաև սիմվոլիկան ավելի շատ է, քան բովանդակությունը։ Գուցե, բայց այդ լայն մասաներին գրավելու արդյունքն է, այսինքն եթե ժամանակ 100-200 հոգեր էս ամեն ինչով հետաքրքրված, հիմա տասնյակ հազարավորից մենակ մեր փառատոնին այդքան մարդիկ գալիս, բա մյուս գրախանութները, մյուս հրատարակչությունները, ովքեր ուղիղ վաճառքներ են անում մարզերում, դպրոցներում, երեխեքը սանտաներ են խաղում, մեծ պատվերներ են գալիս։ Ես էլ երեխեք ունեմ, գիտեմ որ խաղում են, հիմա այդ ինչպես ասում են փնտրտուքների մեջ են, էլ ինչ գիրք նվիրեն ու ինչ կսազի եւ այլն եւ այլն։ Այս շատ լավ է, եթե մարդը անգամ չի կարդում։ Այդ շատ գրադարանը ինչ որ մի պահի իրան մոտիվացնել է որ ինքը կարդա։ Դե եկոն ասում էր նույնիսկ եթե դու չես կարդում, գրքերը բազմած են քո տանը, դրանց ինֆորմացիան ինչ որ մի մոգական ուժով այդուհանդերձ փոխանցվելու է քեզ։ Ու դրանից զատ ինչ որ պահի ես գրքեր եմ նվեր ստանում, բայց այդ գրքերը հասկանում որ այդ գիրքը կարդալու ժամանակը չի ու ոչ թե ժամանակ չունեմ, այլ այդ մարդու գրքի հանդիպումը ինչ որ հոգեվիճակ է գրքերը լինում կարծում ես զգում ես որ լրիվ հենց այդ պահին էսենա ինչ որ քեզ պետք է ու երևի այդ է լիքը դեպքերում կարան գրքեր լինեն որ մի տարի չկարդաս բայց ինչ որ տարի կա հենց այդ երեք գիրքը մի շաբաթում կարդաս որովհետև հենց այդ շաբաթը այդ գրքի հետ հանդիպման ժամանակն էր լավ ես ուզում եմ այսօր անձամբ քեզ մի գաղտնիք բացել տարիների ընթացքում ես գիտես շատ մեծ կարդացող եմ բայց տարիների ընթացքում մի բան հասկացա ինչքան շատ է զբաղվում գրքի քարոզչությամբ տարածման վաճառքով հեղինակն հետ աշխատելով այնքան ինքդ ես սկսում քիչ կարդալ ունենում ես կարդալու ժամանակ որովհետև ստիպում ես բոլորին կարդալ հա դրթում ես եւ այլն եւ քեզ ժամանակ չունի մեկը տեսնես ինչ չես կարդում որովհետև այմա 10 ժամ ծախսել եմ օրինակ կարդալով փառատոնում որ համոզեմ եւս 10000 մարդ կարդա դա արիֆի օրերին օրինակ բացարձակ չեմ հասցրել գիրք բացել ու sense լիքը նոր գրքեր կան, որ ուղղակի sense մա տարակ թերթում ես, որ հասկանաս ես գիրքը ինչի մասին չասեմ, բայց բովանդակությունը կամ միտքը գաղափարը որն է գրքի, որ ճիշտ ներկայացնես մարդկանց, որտեվ մի վաճառքի թիմ է զբաղվում դրանով, ովքեր մշտական մեր թիմակիցները չեն գալիս են մեզ օգնելու փառատոնը որպեսզի կամավորներ, այո 20-ից ավել կամավորներ են ունենում ու բոլորը չեն որ իրենք գրքերի գիտակներ են այս դեպքում մենք փորձում ենք իրենց ասենց ասած տրեյն անել որ իրենք մոտավորապես պատկերացում կազմեն գրքերի մասին դրա համար արի շնորհակալություն հայտնենք այն բոլոր գրքի խորհրդատուներին որոնք այս ընթացքում կարծալով փառատոնի հետ էին եւ Լևոն մի այսպիսի հարց որը ինձ էլ միշտ տանջել է տես այս օրերին օրինակ ամանորից առաջ գիրք նվիրելու օրերին ընթառաջ մի քանի օր էլ հետո շատ է աժոտաժը գրքի շուրջ օրինակ դու որպես կրեատիվ մարդ էլի 10 տարի արդեն MyBook Store ունես, այս փառատոնն ես նաև համակարգում ինչպես անենք որ տարվա բոլոր եղանակներին, ամիսներին լինեն այսպիսի գրքային աշխույժ օրեր հենց կարանք հենց փառատոն անենք կարանք ամռանը փառատոն անենք դարձնենք ամենամյա ընդհանրապես քանի տարի հետո փառատոն լինում է գալիս են առնում են կարդում են աժոտաժա պետք հա աժոտաժա պետք որովհետև նաև միտքն է պետք էլի նոր տարին գնում են նվիրելու համար նվեր ընտրում են գիրքն այդ շատ լավ բան է հետո կորպորատիվ կազմակերպությունների հենց աշխատակիցներին նվերներ են անում էլի լինում է դեպքեր որ ընտրում են գիրք գինու կամ այլ պրոդուկտի փոխարեն գիրք նվիրելու օրը դե բնականաբար է տոներ են պետք Վարդավառին գիրք չեն նվիրում ամռանը վարդավառ ունենք տոներ են պետք մեզ տոներ են պետք գրքային տոներ են պետք որպեսզի
ամռանն էլ մարդիկ շատ նվիրեն։ Ամռանը օրինակ ես նկատել եմ, որ ճամփորդելուց են քիչ տանում իրանց հետ։ Հետաքրքիր ֆենոմեն, առաջ մարդիկ սիրում էին ճամփորդելուց հետները գիրք վերցնել, հիմա կատեգորիկ չեն վերցնում, որտեղ ուզում են միայն հանգստանալ, դա հետաքրքիր բան է, վերջին տարի ժամանակը։ Լևոն, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար, ուզում եմ բոլորի շնորհավորել կարդալով կրթության եւ գրքի փառատոնի կայացման համար, մաղթել որ շարունակական լինի, ոչ միայն Մոսկվայում լինի, այլ նաեւ Լոնդոնում լինի, չգիտեմ, Լոս Անջելեսում, մի խոսքով են բոլոր վայրերում, որտեղ հայերը շատ են եւ իսկապես հետաքրքրված են գրքերով եւ ավելին, եթե նույնիսկ հետաքրքրված չեն, կարդալովը կհետաքրքրացնի իրենց եւ քեզ էլ քանի որ ես այդ ոլորտի մարդ եմ, գիտեմ ինչ դժվար է երբեմն հոգեբանորեն, մաղթում եմ տոկունություն, համբերատարություն այս դժվար ոլորտում երկարատև լինելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար ու շնորհակալ եմ ես ամեն ինչը լուսաբանելու համար, որովհետեւ դա էլ է մեծ աջակցություն ու այդ հարցում մեզ շատ օգնություն է պետք։ Գրքի ռոպագանդան պետք է լինի ոչ կոմերցիոն ու նմանատիպ հաղորդումների, երբ որ մեզ հրավիրում են, դա մեր համար բոնուսներ է ավելյալ, որտեղ մենք տարբեր թիրախների հասցնում ենք Facebook-յան, ինչքան էլ մենք գովազդ անենք, մարդիկ կան, որ Facebook չեն մտնում։ Նույնը Instagram-ում, նույնը այլ սոցհարթակներում, իսկ կոնկրետ ռադիո լսողները այլ սեգմենտ են, հեռուստադիտողները այլ սեգմենտ են, թերթեր կարդացողները այլ սեգմենտ են, ցանկալի կլինի, որ բոլորը ձեզ նման մոտեցում ունենան, նմանատիպ միջոցառումների ոչ միայն մեր, այլ բոլոր, որտեղ մենք դեռևս ոլորտն ենք զարգացնում։ Դեռևս։ Շնորհակալություն եմ Լևոն, մենք դեռ կհանդիպենք վստահ եմ, նաև ռադիոյում։ Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի կարդալով գրքի եւ կրթության փառատոնի համահիմնադիր Լևոն Ստեփանյանի հետ, մեր զրույցի թեման բնականաբար փառատոնն էր, լավ եղեք։